քվորում ապահովված էր դահլիճում ներկային, ես հենց այդ էի նոր քաղաքապետին ասում, որ քաղաքապետը սխալ կողմնորոշվեց, քվորումն ապահովված էր, դահլիճում ներկա էր 60 անդամ, որից 31-ը քվեարկել էր կողմ։ Ովքեր չեն գրանցվել, որովհետև Մյուս խմբակցությունները, Հանրապետություն եւ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունները քվեարկել են կողմ։ Ունենք մեկ բացակա երկու խմբակցություններից մեկից, ընդամենը 31 դրա հաշվին էր։ Ընդդիմությունն ասում է ձեր միջև տարաձայնություններ կա Հանրապետության եւ ԿՊ-ի։ Հանրապետության եւ ԿՊ-ի մեջ տարաձայնություններ չեն լինում, մեր մոտ տարաձայնություններ լինում են մինչեւ ավականու նիստը, երբ մենք քննարկում ենք հարցերը, համատեղ տարաձայնություն չէ, համատեղ քննարկումներ են լինում, որտեղ կարծիքները երբեմն նաեւ չեն համընկնում, բայց մենք միշտ գտնում ենք համատեղ լուծում եւ եթե տեսել եք մեր քվեարկությունները երբեք չեն տարբերվել իրարից, ինչպես եւ այսօր։ Միշտ հասկացանք ձեր ասացից, որ Տիգրան Ալիաշկովը, այսինքն այս հարցը անցել է։ Այո, այս հարցը օրակարգային ընդունվել է։ Հիմա ընդմիջումից հետո կարծում եմ հայտարարել։ 31 կողմ է Տիկին Խաչատրյանն եք տեսնում։ 31 տեսեք, քվեարկությունը եւ քվորումը տարբեր բաներ են։ Քվորման համար Երևանի ավականու անդամները գրանցվում են առավոտյան մասնակցելուց եւ երբ որ դահլիճում լինում է 31 անդամից ավել, հետևաբար նախագիծն անցած է լինում 33 անդամից ավել մարդ, իսկ դուք տեսաք, որ մնացած խմբակցություններն էլ նստած էին։ Ընդհանրապես չքվեարկեցին։ Ոչ թե չեն գրանցվել, չեն քվեարկել։ Քվեարկությունը մի հոգի։ Մենք 32 հոգի ենք երկու խմբակցություններս միասին։ Ունենք մի հոգի, որը բացակա է ընդամենը այսօր։ Օ չեմ հիշում, չէ, մեր խմբակցությունը, չէ, մեր խմբակցությունը բոլորը հանրական չեմ հիշում ով է։ Մի ավականու անդամ բացակա է։ Ընդամենը 32 մեր երկու խմբակցությունների հանրակոմանում 32 ավականուց մի հոգի բացակայում է։ Ձեզ չեն համոզել գալ ներկայանալ, որովհետև Ինձ համոզել ինձ ոչ մեկ չի կարող համոզել, ինձ ոչ մեկ չի կարող նեղացնել։ Ես անկեղծ ասած չեմ նեղանում, ես նեղացնում եմ ու հետեւաբար, եթե ես որոշեի որևիցե բան չանել, ինձ չէր փորձի նույնիսկ համոզել որևիցե մեկը, որովհետև ես միշտ իմ որոշումներում կտրուկ եմ, ինչը ցույց եմ տվել միշտ։ Ով է մեղադրում։ Մերձ Քոչարյանականները այնքան մեղադրեն, այնքան իջան։ Այո, քանի այդ անունները շրջանառվում են, անընդհատ լարված է լինելու։ Ես ասելու եմ նրանց մասին այնինչ ասել եմ միշտ 20 եւ ավել տարիներ։ Շարունակելու եմ իրենց ամեն ինչը նորից իրենց երեսով տալ, իրենց հիշեցնել։ Տիկին Խաչատրյան, բայց ես էլ հիշեցնում եմ, որ երբ Շուշին Վազգեն Սարգսյանի արձանը Գիտեք, այնքան էժան թեմա է։ Նախ սկսենք նրանից, որ Վազգեն Սարգսյանը մենակ Հանրապետություն կուսակցությանը չի, Վազգեն Սարգսյանը համայն հայության սպարապետն է, ու թող այդ խոսացողներն իրենց մասն էլ անեն, ու Վազգեն Սարգսյանի արձանը պղծել է կամ որևիցե ձև, հա, արձանը վնասել է ադրբեջանցին, հա, թող իրենք մտածեն, որ իրենք Վազգեն Սարգսյանի ես խոսում եմ, Վազգեն Սարգսյանի սպանության եւ հոկտեմբերի 27-ի գործը կոծկելու մեջ այ իրանց տերերն էին, այդ ժամանակ թող մտածեին 27-ը չկոծկեին եւ Վազգեն Սարգսյանի սպանությունը բացահայտված լիներ, նոր իրենք կարող էին խոսել։ Թող Քոչարյանի իշխանության ժամանակ է սպանվել Վազգեն Սարգսյանը եւ իրենք թող իրենց լեզուները խորը պահեն, իրենք դրա իրավունքը չունեն։ Այդ իշխանության ժամանակ սպանվել է Վազգեն Սարգսյանը եւ քարի ու ողջ մարդու մասին խոսելը տարբեր են։ Իրենք խոսում են քարի մասին, ես խոսում եմ կենթանի Վազգեն Սարգսյանի մասին, որը սպանվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ։